երբեք ինձ հեռախոս առնելու։ Այ երբ որ մեծանաս, այդ ժամանակ էլ կորոշենք։ Բայց մեր դասարանում համարյա բոլոր երեխեքը հեռախոս ունեն։ Ալիկ 6 տարեկան, առաջին դասարանի աշակերտ է։ Դու բոլորի հետ գործ չունես, եղավ։ Աննա 28 տարեկան, Ալիկի մայրն է, ամուսնացած է, մասնագիտությամբ բուսաբան է, ներկայումս չի աշխատում։ Ես էլ պապայից կուզեմ։ Այս թեման փակեցինք, վերջ։ Հիմա նորմալ պատվի տենամ ինչ է։ Կարեն 30 տարեկան, Աննայի ամուսինն է, աշխատում է հյուրանոցում որպես գործադիր տնօրեն։ Խոսը տենամ ինչ է եղել։ Չգիտեմ ինչ է եղել։ Հա բայց ովքեր էին, ինչ էին ուզում։ Ինչ էին ասում, ինչ որ բան ասեցին։ Չեմ իմանում։ Մենք երեխու հետ մտանք մուտք եկան ինձ խփեցին։ Չգիտեմ, դիմակավոր մարդիկ էին, երեխուն գողացան ու տարան, ես չգիտեմ մինչև դուրս եկա, ոչ մի բան չեմ տեսել։ Ինչ աղոթալու մեջ են անք։ Կար խնդրում եմ, էլի մի բան արա, կար խնդրում եմ։ Հա մի հատ դու հանգստացես, ես էլ մի հատ ուշքի գամ տենամ ինչ եմ, մտածում, հետ ովքեր կարային լինեին։ Կար լսեք, մինչև ուշքի գաս, իրանք երեխուն եսի մուր կտանեն, իրանք երեխուն վնաս կտան, կար, մի բան կանեն երեխու հետ։ Մի րոպե, ինչ է կարելի անել։ Պետք է իջնել ներքևից, հարց փորձ անել, կարող է ինչ-որ բան տեսած լինի։ Լսի, ասում եմ, իրանք դիմակներով էին, ոչ մեկ չի կարա տեսած լինի։ Կարող է ինչ-որ մանուկ են տեսել, ինչ-որ մեկը տեսել է ամեն մանուկ հիմա կարևոր է, ես իջնեմ։ Լսի, արի զանգենք ոստիկանություն։ Չէ, ոստիկանությունը մոռացի։ Ոստիկանություն պետք չի զանգել։ Դրանք կարող է իմանան երեխուն վնաս տան։ Կար որտեղից պիտի իմանան։ Ոնց պիտի իմանան։ Չգիտեմ որտեղից պիտի իմանան, պետք չի ոստիկանություն զանգել, մոռացի։ Կարող է իրանք լինեն դուրս։ Պապանա։ Հա, պապ։ Պապ, դու որտեղից գիտես։ Երբ։ Հա, կողքս եմ։ Հա։ Հա, բայց դու որտեղից գիտես։ Չէ, ոչ մեկին խաբար չեն կարել։ Գալիս ենք, լավ, հենց հիմա գալիս ենք։ Կար պապան ինչ կապ ունի։ Չգիտեմ ինչ կապ ունի, արի գնանք օֆիս, գալսի։ Պարքև Արաքելյան, 56 տարեկան, Աննայի հայրն է, խոշոր կազմակերպության սեփականատեր է։ Պապ, ինչ է կատարվում։ Պապ, խնդրում եմ, ասա ինձ Ալիկին ուր են տարել։ Պապ, ուր է երեխեք։ Ես էլ շատ բան չի ինում, բայց խոստանում եմ ամեն ինչ ճիշտ է, հավատալ։ Ովքեր էին, ինչ էին ուզում։ Փող էին ուզում, զանգողներ կիներ։ Պապ, նեղ կին չկար, հաստատ կին չկար, երկու տղամարդ էին։ Բայց ինչի հենց քեզանից էին փող ուզում։ Մարշի, գիտեին, որ փող ունեմ։
Արի գիտես ճիշտն ասա, էլ ձևեր մի թափի։ Ես արդեն հասկանում եմ, թե ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում։ Չհասկացա։ Էդ ինչ ես ակնարկում։ Պարզ խոսի կոնկրետ բան հասկանամ։ Ասեմ, հա։ Կար ինչ ես խոսում։ Դու չես հասկանում ինչ եմ խոսում։ Ո՞ր պատճառով են երեխուն գողացել։ Եվ մութ գործերի պատճառով։ Գողացել են, որ ներքին հաշիվներ պարզեն։ Տենց չի։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Չէ դու հասկանում ես։ Շատ լավ եմ հասկանում։ Ես քո միամիտ աղջկակ նման չեմ։ Քեզ էլ սրբիտեղ մի դիր։ Պապ, խնդրում եմ, եթե ինչ-որ բան կա, դու ինձ ճիշտն ասա, հա։ Նման բան չկա ու չի կարող լինել։ Բա որ չի կարող լինել։ Ինչի մորը չզանգեցին կամ ինձ։ Քեզ անգեն ինչ ուզեին, այդ պորտաբույց։ Ինչ ասեցի։ Ինչ որ լսեցիր։ Մի բան երեխուն փախցրել տարել էր փոխանակ դրա մասին մտածես։ Անկապ բարբաջում ես ու դեռ շառ ես անում։ Ո՞վ է շարանում։ Ես եմ շարանում։ Կար հանգստացի։ Ես կպարզեմ ու դու կհամոզվես, որ ես ճիշտ էի։ Դու գնա պարզի որտեղ ուզում ես։ Հələ դրանն է հիմարի մեկը, հիմար։ Պապ, վերջ տուր էլի։ Հանգստացի, նստի։ Այժի, հակոտ։ Պարզողիս ես։ Պորտաբույց լակոտ։ Մայա, 37 տարեկան։ Ասում ես անունդ ինչ է։ Փաստորեն անուն չունես։ Լավ չի։ Այ ես հիմա քո համար մի հատ լավ անուն կգտնեմ, հա։ Արևիկ։ Չէ, Արևիկը լավ չի։ Աստղիկ։ Դուրդ գալիս, հա։ Չէ, Աստղիկն է լավ չի։ Գտա։ Արի անունդ Լուսինե դնենք, Լուսինե, Ես տղա եմ։ Տղա ես, բա ես մինչև հիմա գիտեի աղջիկ ես։ Մի րոպե սպասի, Լուսինե ջան, ծեծան մի հատ հեռախոսով խոսի։ Մանուն Ալիկա։ Հա, սիրուն տղա։ Ամեն ինչ նորմալ է մեր ուզածով։ Եղավ, մի 10 րոպեից այդտեղ կլինեմ։ Լավ։ Բա, Լուսինե ջան։ Դե, խելոք նստի ծոցյան տեղագնում գա։ Եղավ։ Մորտես տղեն ինչ եղավ է։ Գնաց հիմարություն անելու։ Հիմա քիթը խոթելու այնտեղ, որտեղ որ պետք չի։ Պապ, ինչ նկատի ունես։ Նկատի ունեմ ոստիկանությունը, մեկ էլ իր ողորմելի շրջապատը։ Պապա, հերիք չէ դու Կարենի հասցեին վիրավորական բաներ ասես, հերիք է էլի։ Դու կարող ես ասել քո այդ Կարեն ուր գնաց։ Դե բացատրի ուր գնաց։ Պապա, չգիտեմ, վիճեցիք թողեց գնաց։ Վիճեցինք, որովհետև հիմար դուրս էր տալիս։
Նորից սկսվեց։ Գոնե դու սուս մնա, հա։ Թողեք հազգիստ մտածեմ իմանամ իմ անելիքը։ Պապ, ինչ մտածես։ Պապա զանգի այդ կնոջ ասա, մենք փողը տալիս ենք, թող իմ երեխուն ինձ բերեն։ Էլի տալու ենք այդ փող աղջիկ ջան։ Բայց ում զանգեմ։ Ո՞ց զանգեմ, այդ աղջիկը չեմ հասկանում որ համարից է զանգել։ Աստված։ Մենակ երեխուս վնաս չտան։ Չեմ տա, հանգստացի Աննա ջան, չեմ տա։ Նրանք այդքան ռիսկ չունեն։ Համել դա իրար շահերին դեմ է։ Պարքևին զանգահարողը եղել է Մայան, ով հենց իր բնակարանում էր պահում առևանգված երեխային։ Մայան զգուշացրել էր Պարքևին, որ ոստիկանություն կամ նմանատիպ կողմնակիների օգնությանը դիմելու դեպքում կտուժի միայն երեխան։ Նա նաև հասկացրել է, որ իրենք շատ լավ գիտակցում են, թե ում հետ գործ ունեն, եւ դա իրենց ոչ խանգարում է, ոչ էլ վախեցնում։ Ով է։ Ոստիկանությունից եմ։ Մտեք։ Գեներալ Շախիկյան, դուք ձերբակալված եք, ոմն միլիոնատեր, ապուշ Հիմարյանի, թորանը առևանգելու մեղադրանքով։ Այ, լսի դու պիտի սերիալի դերասան լինեիր։ Ինչի սերիալի, նեղացնում ես ցավը տանում, բեմի, ես բեմի մարդ եմ։ Հա դե լավ, ինչ տարբերություն։ Արվեստից ոչ մի բան չես հասկանում։ Բեմը դա արվեստ է, իսկ սերիալը արվեստից շատ հեռու է, այ որ հասկանալ արվեստից, տենց բաներ չի ասի։ Դե ես ուրիշ բաներից եմ շատ լավ հասկանում, որ դու չես հասկանում, հա՞։ Այդ 100%։ Դու պիտի Սիցիլիայում ծնվեիր, հիմա մինիմում կնքամայր կլինեիր։ Գրոսներ ամաչ, մեր գործերն էլ լավ կրդեր։ Ախ, բայց դու ինչ ցինիկ ես։ Բայց ոնց որ դու գալիս է, հա։ Քեզ նայում հասկանում եմ, որ երեխեդ մորն է քաշել։ Ինչի՞ որ։ Եսի, որովհետև խելոք համեստ երեխա է։ Հələ փոքր է, որ մեծանա, հոր նման կարքին տղա է դառնալու։ Մի քիչ շուտ չես ուրախանում։ Չէ, լավ է ժամանակին ուրախանում եմ։ Ես հեռախոսը վերցրա։ Զանգի տաներ ձյաձյային ու $200,000 գումար պահանջիր։ Այդ բիձեն այդքան փող ունի։ Այդ բիձեն այնքան փող ունի, որ կարա 1000 հատ թոր փրկի այդ գնով։ Վերցրա ու զանգի։ Բա որ այդքան փող ունի, արի ավելի շատ ուզենք։ Ինչքան հարց ես տալիս, զանգ, ինչ ասում եմ են արա։ Ավելորդ հարցեր մի տուր։ Չգիտեմ։ Չէ, ամեն ինչ նույնն է։ Լավ, ոնց ասես։ Պապ, ես երևի գնում, մենք աստեղ նստելով մենք Ալիկին հետ չենք վերի։ Ախր Աննա ջան։ Երբ ես